Վազգեն ջան, իրանք հաջողության են հասել նաև այն պատճառով, որ առնվազն այնտեղ 4-5 հոգի մարդ կար, ում համար դա կյանքու եւ մահվան կռիվ էր։ Սրանում ես չեմ կասկածում։ Չեմ ասում տասնյակներ եւ այլն։ Բայց նույնիսկ 1-2 հոգի, եթե այդպիսի նպատակադրում ունեն, ակնհայտ է, չէ՞ որ դա 1-2 հոգով չէր ավարտվելու։ Ես դրանում համոզվել էի։ Հիմա շատերը կարող են ասել, չէ, այսպես չի, այնպես չի։ Ես այդպես եմ մտածել։ Իսկ դրանից հետո, թե ինչպես կշարունակվեր բանակցային process-ը, թե ընդհանրապես երկրի ներսում ինչ խնդիրներ կլինեին, թե այդ պահին ադրբեջանական զորքը իրեն ինչպես կպահեր, այդ բոլորը, պարտավոր էի ես հաշվի առնելու, պարտավոր էի ուղղակի։ Հիմա տարբեր մարդիկ կարող են ասել, չէ, այդպես չէր լինելու։ Դեռ կարող են ասել այդ մարդիկ, ովքեր լինելիքի համար պատասխանատու չէին։ Իսկ ես ինձ ամբողջովին պատասխանատու եմ համարում դրա համար։ Ընդ որում, այդ են մարդիկ են, ում համար ամենաթանկը պաշտոնն է։ Ինձ համար ամենաթանկը պաշտոնը չէր։ Եվ ես ասել եմ, որ այդպիսի պաշտոնից հրաժարվողը պաշտոնից ավելի թանկ բան պետք է ունենա, ես ունեի։ Նաև ուրիշ մտածելակերպ կար, չէ՞։ Լավ, եթե շատ մարդիկ ուզում են, իսկ այդ ժամանակ արդեն մարդկանց թիվը բավականաչափ ավելացել էր, ապա ուզում են թող գան իրենք կառավարեն։ Որևէ մեկը ենթադրում էր, որ կարող է այսօրվա վիճակը ունենանք, որևէ մեկը մտքի ծայրով անգամ ենթադրում էր, որ մենք կարող ենք կապիտուլյացիայի ենթարկվել։ Որևէ մեկի մտքի ծայրին անգամ կար, որ սրանք ցեղասպանությունը կասկածի տակ կդնեն։ Կարող էր որևէ մեկը այդ բանի մասին մտածել։ Որևէ մեկը կարող էր մտածել, որ սահմանադրություն պետք է փոխենք, որպեսզի Արարատի մասին մոռանանք, որպեսզի մենք անկախության հռչակագիրը մոռանանք։ Եթե կա մեկը, թող ասի։ Կարող ես հղում անելով եղբորդ վրա նորից ասել, որ ազգային ժողովում հանրապետականները խոսում էին, որ սա վատ է լինելու, այս է լինելու, այն է լինելու, այո, բայց ոչ թե վատ էր, այլ վատթարագույնը տեղի ունեցավ։ Ես հլա չգիտեմ, էլ ինչ է տեղի ունենալու։ Հարցրու այդ մարդկանց, ովքեր խոսել են, արդյոք իրենք իմ ասած այս 3-4 դրվագները ենթադրել են։ Հիմա ասում են, որ ձերոնք ասում էին, որ կարող է պատերազմ լինի, կարող է այս լինի։ Հա, ասում էին, բայց մերոնք ասում էին կապիտուլյացիա է լինելու։ Պարզավոր անփորձ մարդ է գալիս, խնդիրներ կառաջանան։ Ես օրինակ կարծում եմ, որ այդպիսի խնդիրներ առաջանալու են, եւ բանակցային process-ում մենք կարող է շահավետ դիրքերում բան չանենք։ Բայց դա մի բան է, իսկ այն ինչ որ տեղի ունեցավ, դա կատաստրոֆա է։ Եվ դեռ հլա չգիտենք, էլ ինչեր են լինելու։ Եթե ինձ ուղիղ հարց տաս, ասես, եթե իմանայիր, որ այսպիսի բաներ ա լինելու, ինչ կանեիր, ես կասեմ ամեն ինչ։ Բայց իմ նպատակի իշխանությունը պահելը չէր։ Ես ասեցի, որներ իմ նպատակը։ Պարոն նախագահ,
Արցախը ըստ էության պատճառ էր հրաժարականի։ Բայց դուք մի հետաքրքիր բան ասացիք, ձեր մի քիչ այստեղ մտնենք, հետո գնանք այդ մյուս հարցերին։ Ավելի կարևոր բան ունեիք։ Այո։ Որն էր ձեր ավելի կարևոր բանը, պարոն նախագահ։ Հենց այդ էր։ Արցախը ես դի կրկնեմ, որ ոչ թե նրա համար, որ ես Արցախում էի ծնվել, որ այնտեղ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ էի եւ այլն, այլ որտեղ խորապես համոզված էի, որ առանց Արցախի Հայաստանի դերակատարությունը այս տարածաշրջանում մոտենալու է զրոյի։ Այսինքն մենք գոնե պրակտիկայում դրանում համոզվեցինք, թե չէ։ Իհարկե համոզվեցինք։